Այն մարդիկ, ովքեր որ պայքարում են խաչակնքվելու կամ խաչակնքվողների դեմ, այնքան բուրն են նույնիսկ իրենց շարժման մեջ, որ կարծես այդ մարդիկ ոչ թե քրիստոնյաներ են, այլ հերետիկոսներ եւ թշնամիներ քրիստոնեության։ Բայց պետք է շատ զգույշ լինել, որտեղ խաչակնքվելու դեմ պայքարելով դու գուցե գիտակցաբար կամ անգիտակցաբար պայքարես խաչի եւ խաչյալի դեմ։ Պողոս Արաքյալը Փիլիպպեցին ուղղված իր նամակի մեջ այսպիսի տողեր ունի։ Ասում է մեր մեջ կան մարդիկ, որոնց կյանքը թշնամանք է Քրիստոսի խաչին։ Այսինքն դու կարող ես քրիստոնյա լինելով թշնամի լինել անգիտակցաբար Քրիստոսի խաչին, որովհետև դու պայքարում ես խաչի նշանի դեմ։ Խաչակնքվելը քո պատկանելությունն է ցույց տալիս, նշանակում է դու պայքարում ես այդ մարդու պատկանելության դեմ։ Այո, նրանք ասում են, որ նոր կտակարանում գրված չէ։ Այո, այդպես էլ կա։ Նոր կտակարանի մեջ գրված չէ խաչակնքվելու մասին, բայց նոր կտանում գրված չէ, որ չի կարելի նաև խաչակնքվել։ Շատ բաներ կան մեր կյանքի մեջ, սովորություններ, մեր նիստուկած քրիստոնեական որոշակի պաշտամունքի ձևեր, որ գրված չեն որևէ տեղ, բայց բոլոր քրիստոնյաները այդ ամենն անում են։ Նշանակում է քրիստոնեությունը միայն սուր գրային չէ, այլև առաքյալներից փոխանցած կենցաղավարություն եւ պաշտամունք է։ Խաչակնքվելու սովորությունը գալիս է դերևս առաքելական ժամանակներից։ Երկրորդ դարի հեղինակ Տերտողյանոսն ասում է, որ ամեն տեղ հանդիպում են մարդկանց, ովքեր իրենց երեսները խաչակնքում են։ Իսկ 4-րդ դարի Հուլիանոս ուրացող կայսրը, որ մեծ թշնամանք ուներ քրիստոնեության հանդեպ, ամեն տեղ տաճարներ էր կործանում, խաչեր էր քանդում, քրիստոնյաները սպանում, խոստովանում է, որ իր մեջ դև կա, երբեմն այդ դևի ազդեցության տակ է անում, եւ ականատեսները վկայում են, երբ որ այդ դիվական իր մոլուցքը սկսվում էր, նա խաչակնքում էր, խաղաղում էր, նորից հետ էր վերադառնում։ Ուրեմն նշանակում է, որ խաչակնքվելով նաև դու քո պատկանելությունն ես ցույց տալիս։ Ինչ է սա նշանակում։ Առարկոներից շատերն ասում են, որ սա արտաքին նշան է, սա ներքին մարդու հետ կապ չունի։ Գուցե արտաքին նշան է, բայց սրանով դու ցույց ես տալիս նաև որ դու հավատում ես Քրիստոսին եւ սա կեղծավորություն չէ։ Կարող են մարդիկ ասել, որ դա երբեմն կարող են մեղավոր մարդիկ էլ անեն, կարող են, բայց մեր սրտերը քնող Աստված ինքն է։ Երկրորդ Հիսուս կարևոր մի պատգամ ունի, ասում է նա, ով որ ինձ ուրանա մարդկանց առջև, ես էլ նրան կուրանամ իմ հոր առջև։ Ուրեմն խաչակնքվելով դու ցույց ես տալիս, որ դու Քրիստոսին ես պատկանում եւ Քրիստոսի խաչով ես ազատագրված։ Եթե դու վախենում ես մարդկանց ծաղրանքից, որ մարդիկ քեզ կհալածեն, քեզ կվիրավորվեն եւ դու վախենում ես խաչակնքվել, ակամայից դու ուրանում ես Քրիստոսին։ Ուրեմն խաչակնքվելով նաեւ դու ցույց ես տալիս, որ հավատում ես Քրիստոսին եւ Քրիստոսի հետևորդն ես։ Երկրորդ սիրելիներս, եթե մարդիկ կան որոշակի ձևեր ցույց տալիս քրիստոնեությունը, խաչակնքվելը դրանցից մեկն է։ Օրինակի համար, եթե միտեղ հավաքված ենք, նստում ենք ճաշի, դու խաչակնքվում ես, եթե քո շուրջը չեն խաչակնքվում, դու նաև իմանում ես, որ այդ մարդիկ քրիստոնյա չեն։